Հայ ժողովուրդն աշխարհի հին ժողովուրդներից մեկն է, որ դարեր շարունակ կռիվներ է մղել իր անկախության ու ազատության համար, բայց նա երբեք չի կորցրել իր հոգու արիությունը, պապերից ժառանգած արարելու ոգին, միշտ հեքիաթային փյունիկ թռչնի պես շտկել է իր մեջքը եւ հավատով նայել ապագային։ Ճակատագիրը միշտ հային ծանր բախտ է բաժին հանել, մեր ժողովուրդը արհավիրքներ, աղետներ շատ է տեսել։ 1915 թվական Հայոց մեծ եղեռն Օսմանյան թուրքերը իրականացրին ազգակործան սպանդը, 1,5 միլիոն հայ զոհ գնաց թուրքական յաթաղանին։ Դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում հայ եկեղեցին, հայոց գիրն ու հայկական արվեստը, ապահովելով ժողովրդի հոգևոր, լեզվական ու մշակութային միասնությունը, դարձան այն հզոր գործոնները, որոնց շնորհիվ հայը կարողացավ հարատևել եւ պահպանել իր ազգային դիմագիծը։ «1918 թվականի մայիսի 28-ը բախտորոշ եղավ հայերի համար։ Հայոց պետականության վերականգնումը հնարավոր եղավ միայն Արևելյան Հայաստանում, հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Հայ ժողովուրդը կարճ ժամանակով, վայելելով անկախության բերկրանքը, այնուհետև երկար ու ձիգ տարիներ, մնալով խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միության կազմում, մշտապես երազում էր ազատ հայրենիք ունենալու մասին, որը տասնամյակների ընթացքում հասունանում էր ու դառնում մի վեհ նպատակ, եւ որին հասնելու համար նա պատրաստ էր նվիրաբերել իր հզոր կամքն ու վճռականությունը, իր անսասան ոգին ու ձգտումները, որը գնալով վերածվեց ազատագրական պայքարի։ Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով ամենից անփոփոխը, որքան անհույս է թվում իր ապագան, բայց եւ որքան հուսացող է նա, իր կյանքում երկու բան բնավ չտեսավ, մեկ բախտ, մեկ էլ հուսահատություն։ Մեր ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ ոչինչ չի կարող ծունկի բերել հային, կոտրել նրա մեջ անկախ հայրենիք ունենալու մեծ գաղափարը։ Ազատ, անկախ հայրենիք ունենալը հայ ժողովրդի դարավոր երազանքն էր, որը փոխանցվում էր սերնդեսերունդ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման օրն է, հանրաքվեի արդյունքների հիման վրա Հանրապետության խորհրդարանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես անկախության տոն։ Մինչ այդ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին։
Դրանով Հանրապետության խորհրդարանը հռչակեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, որն ինքնիշխան պետություն է, օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույնն է։ Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Հայաստանի Հանրապետության օրհներգն է «Մեր հայրենիքը»։ Տեքստի հեղինակն է Միքայել Նալբանդյանը, երաժշտությանը Բարսեղ Կանաչյանը։ Անկախություն երազելը այլ բան է, անկախ պետություն կայացնելը միանգամայն այլ բան։ Մեր ժողովրդի առջև ծառացան դառը, ճակատագրական տարիներ, աղքատություն, գործազրկություն, շրջափակում, ցուրտ, սով, պատերազմ։ Այսօր 20 տարվա հեռավորությունից մենք վստահորեն կարող ենք հպարտանալ մեր մեծ նվաճումներով, մեր փայլուն հաղթանակներով, հայոց խրոխտ բանակով, մեր հզոր հայրենիքով։ Աշխարհում չեմ տեսնում այնպիսի ուժ, որը ի վիճակի լիներ ավերելու այս ազգը, որովհետև երբ երկու հայ փողագնդի վրա որևէ տեղ հանդիպեն, տեսեք, որ նրանք կստեղծեն նոր Հայաստան։ Վիլյամ Սարոյան։